Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն եւ ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաստ կորուստ կբերեն եւ շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի բացվի եւ ագահությամբ մտածածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն, նրանց դատաստանը վաղուց պատրաստ է եւ նրանց կործանումը չի ուշանալու, քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով դատաստանի համար պահեց, նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ 8 հոգուն եւ Նոյին, արդարության քարոզչին, պահեց եւ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց, Սոդոմացիների ու Գոմորացիների քաղաքը մոխիր դարձնելով, կործանման դատապարտեց, օրինակ դարձնելով գալիք ամբարիշտների համար, փրկեց արդարը Ղովտին, որ անօրենների անառակ վարքից ձանձրացել էր, որովհետեւ արդարը նրանց մեջ բնակվելով, տեսնելով ու լսելով նրանց անօրեն գործերը, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր, Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել եւ անիրավներին դատաստանի օրվա համար պահել, մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկության հետևից եւ արհամարում Աստծո իշխանությունը, հանդուգն ու ինքնահավան, նրանք չեն վախենում երկնային փառքը հայհոյելուց, մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ եւ կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում, իսկ սրանք, ինչպես անբանանասումները, որի բնե որսի ու ապականության համար են ծնվել, հայհոյում են շիմացած բաները եւ իրենց ապականության մեջ էլ կործանվելու են, այդ կերպ իրենց անիրավության վարձը ստանալով, նրանք ցերեկով ցանկությանը հագուրտ տալը հաճույք են համարում, կեղտոտներ եւ արատավորներ, որոնք իրենց խաբեբայությունների մեջ հաճույք են ստանում ձեզ հետ համատեղ ուտել խմելիս, օրնկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն հագենում, խաբում են երերուն հոգիներին, ագահությամբ բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներ են, շիտակ ճանապարհը թողած մոլորվեցին, բոսորի որդի Բաղամի ճանապարհին հետևելով, որ անիրավության վարձը սիրեց եւ իր անօրենության համար հանդիմանություն ստացավ, անխոսեշը մարդկային ձայնով խոսելով արգելք եղավ մարգարեի խելահեղությանը, սրանք անջուր աղբյուրներ են մրիկից քշված ամպեր, որոնց համար խավարի մթությունն է հավիտյան պահած, որովհետեւ ունայն եւ ամբարտավան բաներ խոսելով գիջությամբ մարմնական ցանկություններով խափում են նրանց, ովքեր իսկապես փախել են մոլորության մեջ ապրողներից, նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք ապականության ծառաներ են, որովհետև ինչից մեկը հաղթվի, նրան էլ ծառայում է, որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ բղծություններից, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են, նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում, որովհետև նրանց համար ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան ճանաչեցին եւ հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց իրենց, նրանց է վերաբերվում ճշմարիտ առածը, շունն իր փխսածին է վերադառնում, Առակաց 26:11 խոսք, կամ լվացած խոզի աչքը ցեխի մեջ է,